հատուկ այնպես ենք կահավորել, որ թե լուսավորությունը, թե սարքերի հագեցվածությունը, թթվածինը, որը էլի առաջ խնդիր էր, մյուսկով բաց թողած բան չունենք։ Այսինքն ես չեմ պատկերացնում ինչ կարա լինի, որ մենք խնդրի առաջ կանգնենք, թե դեղորայքի, թե գործիքների հետ։ Բայց այստեղ առիթի նաև օգտագործենք, քանի որ մեր գործընկերներն շատ կարևոր դեր են խաղում, եւս մեկ անգամ մանավանդ մանկական տրավմատիզմի եւ այրվածքների պարագայում հիշեցնել շատ պարզ անվտանգության կանոններ, դա գազօջախ, տաք ճաշ, սուրճ, երբ որ երեխան գրկին է, ամենահաճախ դեպքերը դրանք են, չէ՞ երևի, էլեկտրական սարքեր, մեծ երեխաները առավել օրական երեխա ասեցիք, ինչի՞ց։ Հիմա կասենք, թե հոսանքին են մոտենում իրանց կյանքի, ոնց որ ասում ուզում են Առաջին ուսումնասիրությունը հոսանքահարվում է, շատ վտանգավոր է այդ դեպքում, իսկ 21 օրական երեխան ուղղակի փոքր քույրը, մեծ քույրը փորձել է ինչ-որ տաքացման դեպքում բռնկվել է երեխան, բայց հիմա մենք շատ հանգիստ կարող ենք ասել, որ 2 օրից հետո երեխան տուն ենք ուղարկում, նա մեզ մոտ է, մենք արդեն մեծացել ենք մեր տղային, Վարդանչիկին եւ արդեն Վարդանանա 40 օրական անցել է։ Տիկին նախար ստեղ էլ մեր ֆրանսիացի գործընկերներն են մեզ օգնել, Հայասո կազմակերպությունը, Ֆրանսիայի դեսպանատունը եւ օրթոդոքսները։ Օրթոդոքսները դժվար արտասանվում։ Ես ֆրանսերեն չեմ ասում օրթոդոքսները։ Բացի նրանից, որ իրանք մեզ օգնում են հագեցվածությամբ, նաեւ օգնում են վերապատրաստումներով։ Այո, այս էլ շատ կարևոր մաս է, որ մեր մասնագետները հիմա մի շարունակելու են այս ցիկլերը։ Մեր վերակենդանացման բաժանմունքից 2 եւ բժիշկ եւ բուժքույր հիմա գտնվում են Փարիզում, երևի թե աշխարհի լավագույն այրվածքային կենտրոնում եւ 1 ամիս վերապատրաստումից հետո կվերադառնան եւ հաջորդ թիմը կգնա։ Մենք նենց ենք արել, որ չտուժի աշխատանքը, որովհետեւ անձնակազմը այդքան մեծ չի, բայց թե այրվածքաբանների եւ թե վերակենդանացման մասնագետները բարբերաբար մեկնելու են եւ ամռանը նախատեսված է մեծ վերապատրաստման դասընթաց Հայաստանի բժիշկների համար արդեն տեղում։ Երբ որ մենք այստեղ հանդիպումների ժամանակ դեռ տարիներ առաջ մեր երիտասարդ մասնագետների այդ պահանջներից մեկն էր, որ հնարավորություն ընձեռվի, որ իրենք, քանի որ Հայաստանում ըստ էության սա ազգային կենտրոն է եւ հիմնական հոսքը այստեղ է, հնարավորություն ունենան այլ երկրներում էլ կրթական ծրագրեր անցնել ու ուրախ եմ, որ նաև գործընկերների աջակցությամբ մենք կարողանում ենք այս ապահովել, որ մեր մասնագետները անընդհատ կարողանան վերջին մեթոդներին եւ մասնագիտական իրենց աճին համընդհանուր գնալ։ Այդ առումով ֆրանսիացիները մեզ շատ են օգնում։ Իրոք մեթոդական ցուցումներով, ընթացիկ, անգամ հիվանդի հետ խորհրդատվություն իրականացնելու բարդ ինչ-որ դեպք ալնում, որևէ սահմանափակում չկա, շատ մեծ ծավալով ասած ինֆորմացիայի հոսք կա, որը մեզ շատ է օգնում։ Նաև օգնում է նման տիպի կահավորանքը, օրինակ մահճականները առաջի հայացքից կարող սովորական են, բայց իրանք հատուկ հակապարկելախոցային մատրասներով, շարժական, բոլոր դիրքեր ընդունող, այսինքն անհրաժեշտության դեպքում ցանկացած չափի երեխայի համար, ցանկացած բարդության դեպքի համար մենք կարող ենք այդ ամեն ինչը ստանալ առանց 1 րոպե մտածել, այսինքն դա մի քանի վայրկյանի գործ է, շատ հեշտ իրականացվող էլի, դա էլ շատ կարևոր փաստ է։ Որովհետև այրվածքային հիվանդի վերականգնումը սկսվում է ռեանիմացիոն բաժանմունքից, դիրքավորումից, ամեն ինչը եւ մահճակալը պետք է համապատասխանի բուժման ընթացքում այդ վերականգնմանը եւ Փառք Աստծո կարողացանք այդ մահճակալները ունենալ իրենց միջոցով, որի համար շատ շնորհակալ եմ։ Կարծում եմ համահունչ է վերանորոգումը եւ այս ամեն ինչը։